Մինչև մենք անցնենք այսօրվա մեր падգամի բուն մասին, բուն թեմային, ինչի համար ես այսօր այստեղ բեմ եմ բարձացել, ես կխնդրեմ մի քանի անդամներ եկեղեցու բեմ բարձանան մի բան վկայեն։ Մինչ նրանք կբարձանան, ասեմ ինչ են ուզում վկայեն։ 2025 թվականին մնացել է ուղիղ 1 ամիս, սա էլ Տիրոջ մոտ ավարտում ենք, որի համար Փառք Հիսուսին։ Ես ամբողջ այդ տարվա ընթացքում ես եկեղեցուց մի բան եմ լսել, որը իմ լսածների 90%-ն է կազմել, բոլորը ուրախացել են տնային խմբակների ծրագիրը ներս բերելու համար, դա այդպես է, կամ որ ուրախացել են։ Ես այսօր ձեզանից շատ առողջ ծափահարություններ եմ սպասում, այսօր գոհության օրն է, շատ լավ, եթե այդպես է, ապա ես հիմա բեմ կհրավիրեմ, օրինակ, խնդրեմ իմ քույրս բարձանա, Սոնա ջան, արագ բարձացի բեմ, և մենք բարձրախոսը կտրամադրենք Սոնային, որպեսզի Սոնան ասի, ինչ է տվել ինձ տնային խմբակը։ Բարև ձեզ բոլորին, շնորհակալ եմ Աստծուն, որ բոլորս այստեղ ենք, այս գեղեցիկ Thanksgiving-ի weekend-ով, ես շնորհակալ եմ Աստծուն, որ այսպես լավ community ունեմ, և Փառք եմ տալի նույնպես մեր հովիվին և Աստծուն. I want to share how Bible study has impacted my life, and I also want to thank Mike and his family for opening their home and welcoming us, because we share a lot and we learn from the experiences. We also learn the Word of God. Through studying God's Word, I've gained a deeper understanding of how He works in my life, and has drawn closer to Him. Each meeting that we have has opened my eyes on His love and patience, and a quality that I've seen growing in me as I learn from the stories, different stories from the Scripture. Spiritually, I feel more connected to God and than ever before. I experience His peace and joy daily, and I've learned to put my faith and trust in Him, fully in Him. My prayer is that this will be a good example I will set to my daughters, so that one day they will feel the same deep connection with God that I've seen. And also I want to add a verse from the Bible, Isaiah 26:3, which says, "You will keep in perfect peace those minds and steadfast, whose minds are steadfast because they trust in you." Եվ շնորհակալ եմ բոլորին, որտեղ այս Bible study-ն մեզ տալիս է ավելի connection մեր հավատացյալների հետ, և գոհ եմ, որ ամեն շաբաթ այցելում եմ և ավելի մոտիկանում եմ Աստծուն և փառք եմ տալիս աղոթների մեջ եմ զորանում և այդպես։ Փառք Տիրոջը։ Ձեր օրհնի շնորհակալ եմ։ Հրաշալի վկայություն է Սուսիկ Փուսիկ Սոնայից։ Հաջորդ քրոջս կխնդրեմ արագ բարձրանան բեմ, կլսենք մեր քրոջը, տեսնենք նա ինչ ունի ասելու, ինչ է տվել իրեն տնային խմբակը։ Խնդրեմ։ Նախ բոլորիդ բարի օր, շնորհակալ եմ, որ բոլորը ներկա են։ Ես ուրախ եմ այս եկեղեցու մի անդամը լինելու համար։ Ես ուրախ եմ և շնորհակալ առաջին Աստծուց, հետո մեր հովվից, որ տնային խմբակ ստեղծեց և այդ խմբակները մեզ շատ դրական բաներ է հաղորդում, մեկը, որ մենք բոլորս միահամուռ մի ընտանիքի նման ենք, բոլորս կիսվում ենք մեր հոգսերով, կերակրվում ենք Աստծո խոսքով, ամեն շաբաթ և Աստվածաշունչի շատ էջեր, որոնք իմ համար հատկապես ասենք անհայտ են եղել, ճիշտ է, ես կարդացել եմ, բայց շատ բաներ չեմ հասկացել, մենք հիմա քննարկելով, ասենք ամեն շաբաթ մեր խմբակով, ինչը որ չենք հասկանում, օգնում ենք միմյանց, բացատրում ենք, վերլուծում ենք, մենք վերլուծում ենք և մեր առօրյա կյանքը, և քաղաքականություն, և ամեն ինչ, և բացի դա Աստվածաշնչով մեր ամեն մի գործողությունը մենք վկայում համապատասխանեցնում ենք։ Շնորհակալ եմ մեր խմբի ավագ Սարինին, որ մեզ միահամուռ դարձրեց մի ընտանիքի նման, և շնորհակալ Սիրարփին, որ ամեն շաբաթ
ամեն շաբաթ իրենց դռները միշտ բաց են մեծ հյուրասիրությամբ, մեծ սրտով եւ նույնիսկ մեր Եղսապետ Տատինը մեր հավաքույթներին մասնակցում եւ իրար երկով մեզ ուրախացնում, գոհացնում։ Մենք դարձել ենք մի ընտանիք եւ ես ամեն շաբաթ անհամբերությամբ սպասում եմ երբ է գալու այդ օրը, որ ես ինձ միայնակ չզգամ իմ մեծ փոքրիկ ընտանիքով մեծ սիրով շրջապատված այցելեմ, իրանց հետ կիսվեմ իմ հոգսերով, իմ ուրախությունով, թե տխրությունով եւ բոլորն էլ միահամուռ ձևով օգնում ենք բոլորս միմյանց մեր հոգսերով կիսվում իրար հետ եւ շատ շնորհակալ եմ այս խմբակին եւ ուզում եմ որ մեր խմբակի անդամները էլ ավելանան, քանի որ մենք շատ փոքր խումբ ենք, բայց մենք կարծում եմ շատ մեծ գործեր ենք կատարում։ Ես սովորեցի այստեղ եւ լավ աղոթել եւ բոլորի համար աղոթում ենք, որ շատ ուրախ եմ բոլորի համար եւ կարողացա շատ բաներ հասկանալ, որ ինձ համար անհայտ էր մինչեւ այդ չնայած ես միշտ էլ հաճախել եմ եկեղեցի, փոքրուց իմ տանը եղել է Աստծո խոսքը, ես շնորհակալ եմ Աստծուն, որովհետև ես ինքս cancer survivor եմ եւ արդեն անցել է 14 տարի, ես հիշում եմ այդ օրերին ես ամբողջությամբ անդադ նորմիված է Աստծուն եւ ես երբ որ ամեն իմ հիվանդություն ծանր եմ տանում, ես այնքան թեթև եմ անցկացրել, դա Աստծո շնորհիվ էր, Աստծո շնորհքն էր, որ ես կարողացա հաղթահարել այդ հիվանդությունը եւ այժմ կանգնած եմ ձեր առջեւ Աստծո շնորհիվ եւ կարողանում եմ մասնակցել այս հավաքույթին։ Ես շնորհակալ եմ կրկին ու կրկին նախ Աստծուց, հետո մեր Հովվից, ամեն Կիրակի օրը մեզ իր քարոզներով կերակրելու համար, որով շատ ուսուցողական են։ Ես գիտեմ ինչքան մեծ ջանք է խնայում, որպեսզի կարողանա ամեն Կիրակի հաճելի ձևով պատրաստվել եւ մեզ կերակրել Աստծո խոսքով։ Ես փառք եմ տալիս Աստծուն իր համար եւ ուզում եմ Աստված ավելացնի եւ իր առողջությունը եւ իր ուժը ավելացնի, որպեսզի ինքը նոր եռանդով ավելի մեծ սիրով մեր համար պատրաստի մեր քարոզները։ Շնորհակալ եմ նաեւ բոլորիցդ, որ այստեղ ներկա եք։ Շնորհակալություն բոլորին, փառք Աստծուն, որ այստեղ Տերը օգնի քրոջս ուղղակի ուզում եմ մի փոքր շտկում բերել, որ ձեր խմբակը այդքան էլ փոքր չէ։ Փոքրը դա 4-5 հոգուանոց խմբակն է։ Դուք 10-ից ավել եք եւ դա փոքր չէ։ Խնդրեմ հաջորդ քրոջը, եկեք ձեր ծափարություններով ողջունենք։ Մեր քույր Աստվածաշնչով եկե երևի քարոզելու է, դրա համար ալելույա։ Ես զիջում եմ, ալե։ Կարդացեք անպայման։ Բարև ձեզ, Աստծո ժողովուրդ։ Բարև ձեզ, Աստծո ժողովուրդ։ Okay, շնորհակալ եմ, որ ես եկեղեցում եմ, շնորհակալ եմ, որ ես եկեղեցում իմացն եմ։ Փառք Հիսուսին։ Շնորհակալ եմ, որ մեր հովիվին ունենք, Փառք Հիսուսին։ որ մեզ կերակրում է ամեն Կիրակի։ Շնորհակալ եմ մեր խմբակի ավակին, Հոսաննային, որ ամեն հարցի դիմաց, երբ որ հարց ենք ունենում, մեզ պատասխանում է Աստվածաշնչի համեմատ։ Ինչ է տվել ինձ Bible study-ն։ Bible study-ն ինձ տվել է Աստվածաշնչի խորը քննարկումների իմացություն։ Ուսումնասիրությունը ինձ ավելի է մոտեցրել Աստծուն։ Աստվածաշնչի ամեն միտով զորացնում է իմ հավատը եւ լցնում է ինձ Աստծո խաղաղությամբ եւ ուրախությամբ։ Արտիրոջ։ Աստծո մեջ լինելով հատուկ մի հատ խաղաղություն եւ մի հատ ուրախություն է լցված իմ սրտի մեջ։ Ամեն անգամ նոր բան սովորելուց ավելի ու ավելի ուզում եմ ապրել Աստծուն գոհացնող կյանքով։ Օ, Արտիրոջ։ Ամեն շաբաթ հանդիպելով Bible study խմբի անդամների հետ զգում եմ ջերմ աստվածային կապ մեր միջև։ Զգում եմ, որ այս մարդկանց հետ կարող ես խոսել Աստծո մասին առանց հոգնելու, չզգալով ինչպես է ժամանակը անցնում։ Եվ երբեք չէի մտածի, որ իմ
15 տարվա աղոթքների պատասխանը ես կարող եմ ստանամ Bible study-ի ժամանակ։ Մի հատ վկայություն եմ տալուց ես տարիներ շարունակ մի 15-16 տարի միշտ աղոթք եմ արել ասելով Աստված իմ, խնդրում եմ բոլոր ջահելներին ճիշտ ճանապարհի վրա կանգնեցրու, նաև իմ երեխաներին։ Թող Աստծո, թող Հիսուս Քրիստոսի լույսի հետևից գնան։ Սա է եղել իմ աղոթքը։ Ու Bible study-ի ժամանակ առաջին անգամ իմ տղան երկար եւ գեղեցիկ աղոթքով բացեց Bible study-ի բացումը։ Ու շարունակվեց Bible-ի այդ Կիրակնորյա խոսքի մեկնաբանություններով մի խոսքով Աստծո գործերը անքննելի են։ Չգիտես երբ պատասխան կտա։ Այո, Գոհանում եմ Աստծոց։ Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Ողջ փառքերը Հորը Ոշտուն եւ Սուրբ Հոգուն։ Եվ մի հատ էլ համար էի ուզում կարտայի։ Նա ամեն բան պատշաճ է, էսի ժողովողի 3-ի 11-ն է, նա ամեն բան պատշաճ է արել իր ժամանակին։ Նաև հավիտենականությանն է դրել մարդկանց սրտում, սակայն մարդը չի կարող սկզբից մինչև վերջ հասկանալ Աստծո արած գործերը։ Այո։ Շնորհակալություն։ Քանի ճանաչով ասեցիք, քանի ճանաչով։ Ես ասեցի, որ Աստծո գործերը անքննելի են, ու աղոթք անելը միշտ շարունակեք։ Կարևոր չէ, քանի տարի եք այդ աղոթքը անում, մի օր պատասխանը կստանաք։ Անպայման։ Ու անկարելի է, որ չստանաք պատասխանը, անպայման։ Կարող է ուշ լինի, բայց կստանաք։ Այո, փառք Տիրոջը։ Փառք Աստծո։ Տեր օրհնի ձեզ, շատ շնորհակալ ենք։ Կխնդրենք հաջորդ քույրը բարձրանավերել։ Բարձացի Մարիամ ջան, Տեր օրհնի։ Ամեն մեկը տարբեր խմբակներում են մասնակցում։ Հիմա տեսնենք ինչ կասի Մարիամը, լավ բաներ ասա ձեր խմբակից։ Փառք Հիսուսին նախ, որ այստեղ եմ ես։ Այո։ Եվ շնորհակալ եմ իմ եկեղեցուց, իմ հովիվից, իմ բոլոր իմ վիկակրոջիցս, որ ինքը մեզ շատ բացի Վիկան ձեր ավակն է։ Այո, Վիկան մեր ավակ քույրն է եւ շատ գոհ ենք իրանից։ Ես մի բան հասկացա, որ ինչ որ ուզում ա լինի կյանքի մեջ, մենք միշտ սկսում ենք եկեղեցուց։ Եթե ես այն օրը լիներ, որ ես այստեղ չգայի, ես չէի հասնի այստեղ, որ հիմա կամ եւ շատ հուսված եմ եւ շատ շնորհակալ եմ դրա համար, որ ես գտել եմ այն ինչ որ ես փնտրում էի կյանքիս մեջ։ Եվ շատերը ով որ գալիս է եկեղեցի, շատ լավ է որ գալիս են եկեղեցի Կիրակի օրվա լսելու խոսքը, բայց երբ որ խմբակի մասնակցում ենք, նույն խոսքը մի հատ ենք վերախոսում եւ ավելի ճիշտ ենք հասկանում, խոն ենք հասկանում, այո։ Եվ ես կարծում եմ որ բոլորս որ Աստծո մեջ ենք, մենք կանչված ենք մի բանի համար։ Եվ երբ որ դու մասնակցում ես խմբակների, գալիս ես եկեղեցի խոսքը, որ լսում ես, ամեն մեկս մենք պետք է հասկանանք մենք ով ենք Աստծո մեջ։ Ինչու ենք կանչված։ Այո, ինչու ենք կանչված։ Որ տնային խմբակը կօգնի, մասնակցելով տնային խմբակներին, խմբակը կօգնի նաև ճանաչել քո կոչումը։ Անպայման, գիտեք, որովհետև ամեն մի քույրը որ գալիս է, բոլորս, այսինքն եկեղեցի, ամեն մեկս ունենք մեր խնդիրները, եւ մեկս մեկի խնդիրը լսելով, մեկս մեկին օգնելով, աղոթքով եւ մյուս բաներով մենք ոնց որ օգնում ենք մեկ դժվարություններից դուրս գալու նաեւ։ Շփվում եք իրար հետ, Անպայման։ եք իրար հետ։ Այո, Դա ռեզուլտատ է տալիս։ Անպայման։ Մխիթարվում եք Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին։ Փառք Հիսուս, ես ուզում եմ նորից շնորհակալություն հայտնեմ իմ եկեղեցուց, իմ հովիվից, իմ վիկակրոջիցս, բոլորից փառք Աստծուն, որ մենք կանք եւ չգիտեմ, բառերս անգամ քիչ են եւ խոսնել ասում ա փնտրի Աստծո երեսը առաջուց մնացածը կտրվի եւ այո փնտրելով Աստծո երեսը ես կամած նաեւ գնում եմ սարի աղոթքին եմ մասնակցում պետք է երեքը իրար հետ լինի որ
միտեղ հասնի մարդ։ Եկեղեցի, խմբակ եւ աղոթքը, այո։ Ես շատ գոհ եմ, որ ես որտեղ որ հիմա եմ եւ տեսնում եմ պետք է շատ առաջ գնամ իմ Հիսուսով։ Փառք Տիրոջը։ Այս տարվա մեր առաջին քույրական ծառայությունը մարտի 6-ին որ տեղի ունեցավ, այդ ամբողջ ծառայության արդյունքում մենք ունեցանք Փառք Տիրոջը նվեր Հիսուսից այս երկու հրաշալի քույրիկներին, Նազիկին եւ մեր Մարիամին։ Մարիամ, դու արդեն ամիսները ամբողջական 1 տարի չէ, 9 ամիս է, դու արդեն այստեղ ես 9 ամիս առաջ եւ 9 ամիս հետո զգում ես ինչ որ փոփոխություն, թե զգալի փոփոխություն։ Իհարկե, ես հիմա կարողանում եմ լավ աղոթք անել, որ առաջ չէի կարում։ Նախ առաջը ծամաչում էի, շփումով մենք կարողանում ենք այդ կոտրել մեր մեջ, անցնել եւ լսենք մեկս մյուսից ամեն մեկի երբ որ խնդիր են ունենում, տեսնում ես որ ինչքան հեշտությունով է դուրս գալի այդ Աստծո օգնությամբ, մեր բոլորիս օգնությամբ, ձեր օգնությամբ, Նարաքուր ջան, Փառք Հիսուսին։ Եվ ես այո, ես հիմա որտեղ որ կամ ես շատ եմ աճել եւ պիտի աճեմ իմ Աստծով։ Շնորհակալ եմ Աստծո, Փառք Աստծո։ Շատ լավ, ևս մեկ անդամ կանչենք մեկ ուրիշ տնային խմբակից, կխնդրենք մեր գոհարիկը արագ բարձրանա։ Ես ասում եմ, բոլորը պատրաստի քարոզիչներ են, ես կարող եմ հանգիստ գնալ արձակուրդ։ Բարի օր իմ սիրելի Աստծո ժողովուրդ։ Ինչպես գիտենք, այս տարվա սկզբից մեր հովիվի նախաձեռնությամբ եւ Տիրոջ առաջնորդությամբ բացվեցին տնային խմբակներ, որի համար Փառք Տիրոջը իրոքից հրաշալի ծրագիր էր, որ մեր հովիվը կազմակերպեց, եւ որի գլխավոր նպատակն էր, որ ոչ միայն գանք այստեղ լսենք Աստծո խոսքը, նստենք միայն, այլ որ անհատապես ամեն մեկը սկսենք աճել Տիրոջ խոսքի մեջ։ Եվ ինչ տվեց այս տնային խմբակը։ Առաջինը, ինչպես մի քույրս էլ ասեց, սկսեցի համարձակ ավելի աղոթքիս մեջ, իմ անձը վարժեցրեցի ավելի շատ աղոթքի վրա, ամենօրյա աղոթքին։ Գիտեք, բոլորս զբաղված ենք տնային հոգսերով, գործերով, մոռանում ենք մեկ-մեկ աղոթել, բայց այս խմբակը մեզ օգնեց աճելու աղոթքի մեջ, Փառք Հիսուսին դրա համար։ Եվ ամենակարևորը հավատքով աղոթքի։ Երկրորդ բանը, որ ինձ տվեց տնային խմբակը, դա շատ Աստվածաշունչ կարդալը, որպեսզի աճենք խոսքի մեջ։ Տնային խմբակում էլ կարդում ենք Աստվածաշունչը, քննարկում ենք միասին, ուսումնասիրում ենք Աստծո խոսքը, եւ դա շատ է օգնում մեզ աճել Աստծո խոսքի մեջ, այո, որը մեզ շատ անհրաժեշտ է իդեպ մարդկանց ավետարանելու համար։ Իհարկե։ Երրորդ բանը, այո, որը ինձ տվեց այդ Աստվածաշնչի համարները հիշելը։ Ես միշտ մտածում եմ, ասում եմ, լավ էս մարդիկ ոնց են այսքան այս համարները հիշում, բայց երբ որ մենք Աստվածաշնչից համարներ ենք, տենց մի բան ունենք մեր կետերի մեջ, որ Աստվածաշնչից համարներ ենք կարդում, քննարկում միասին, եւ դա ինձ շատ օգնեց, որ ես հիշեմ Աստվածաշնչի համարը։ Երբ որ ես կարդում եմ ու խորանում եմ, ուսումնասիրում եմ այդ համարը, հետո շատ հեշտ եմ արդեն սկսում հիշել։ Եվ Փառք Տիրոջը ես միշտ մտածում եմ, ոնց անեմ լավ այդ համարները հիշեմ։ Չորրորդ բանը, որ այս խմբակից ես վերցրեցի, դա սերն է մեկս մյուսի հանդեպ, էլ ավելի շատացավ, իրար հանդեպ կարեկցանքը շատացավ, այսինքն մենք սովորեցինք իրար համար աղոթել, մեր հոգսերը կիսել, երբ որ մեկը տխրության մեջ է, կիսում ենք իր տխրությունը, ով ուրախության մեջ է, ուրախությունն ենք կիսում, Փառք Տիրոջը դրա համար, որ մենք սենց մի ընտանիքի անդամի պես ենք դարել, եւ շատ կուզեի, որ այդ սերը մեր մեջ, այդ երկնքի երկնային սիրուց մեր մեջ ավելանա շատ, որպեսզի շատ սիրենք իրար, ինչը նաեւ Հիսուսը պատվիրեց մեզ։ Եվ ասեց դրանով կճանաչեն, որ դուք Աստծո որդիներ եք, Փառք Հիսուսին։ Եվ վերջի բանը պատգամները հիշելն է։ Շաբաթի ընթացքում, որ արդեն անցնում ենք պատգամների վրայով, արդեն տպավորվում այդ պատգամները մեր մեջ, թե վերնագիրը, թե ինչ վերցրեցինք պատգամից, թե հովիվը ինչ ասեց, թե ինչ համար կարդաց։ Միշտ հովիվը ասում է, որ պատգամի 5%-ն եք վերցնում, բայց այս դեպքում մի 15%-ը երևի արդեն վերցնում եք պատգամ։
Այո։ Եվ ես շատ կցանկանայի, որ մեր խմբակի բոլոր անդամները, այսինքն անդամները շատանային, բոլոր խմբակի անդամները, այն լույսը, այն Աստծուն, որ մենք ունենք, նրանք էլ գտնեն այդ լույսը եւ տանեն իրանց տները լուսավորեն։ Աստծո խոսքով աճեն եւ նրանք էլ ապրեն Աստծո խոսքի մեջ, Աստծո կամքի մեջ։ Եվ ես կասեի քույրս եղբայրս արի մեր տնային խմբակ եւ ձեռք բեր ավելի մեծ Աստված ճանաչողություն։ Դա ամենակարևոր բանն է, որ սովորես քո ամեն խնդիրը դնել Հիսուսի ոտքերի մոտ աղոթքով։ Եվ Աստծո խոսքը սերտելով հավատքդ կամրապնդես, հավատքդ կշատացնես եւ օրերը դել կապրես Աստծո Ինչեն ասում, Աստծո ապահով ձեռքերի մեջ եւ պաշտպանված, որն է Աստծո կամքը մեր կյանքում բարին, հաճելին եւ կատարյալը։ Այդ ամենը ցանկանում եմ շատ։ Քո տնային Շատ եմ խմբակի սիրում։ Մեր տնային խմբակի ավագը Կարինե քույրն է, շատ շնորհակալ եմ իրան միջայլով։ Մեր շատ օգնում է։ Շնորհակալ եմ ձեզ եւ Շնորհակալ ենք։ Ես հաճելիորեն զարմացած եմ, որ ինչպես? Հա, հաճելիորեն զարմացած եմ, որ այստեղ բոլորը անարգելք խոսեցին, կարողացան իրենց մտքերը արտահայտեն, բայց հիմնականում մենք վերցրեցինք հետևյալը, Փարքասում բոլոր տնային խմբակների համար, խմբակների առաջնորդների համար, իրենց տարած աշխատանքի, կազմակերպության համար, բայց ամենակարևորը շնորհակալ ենք Աստծուն, որ խմբակներում այցելում կրկին շարունակում է վերականգնել, կերակրել, սովորեցնել, ուսուցանել, ամեն, ինչպես Եսային ասում էր, ամեն առավոտ Տերը ինձ արթնացնում է եւ ինձ աշակերտի լսող ականջ է տալի եւ ես նստում եմ նրա ոտքերի մոտ որ սովորեմ հիմա նույնն այստեղ է Կիրակին դա եկեղեցական ծառայություն է եկեղեցու ծառայությունն է տնային խմբակները դա այլ է եթե դու մեկն ես որ այստեղ ես ու չես հաճախում որևէ տնային խմբակ ապա ես քեզ ուղղակի խորհուրդ եմ տալիս լավ իմացիր եկեղեցու տնային խմբակները փոքրիկ համայնքներ են որտեղ շփումը իրար ավելի լավ ճանաչելը ռեալիզացնելը քո մտքերը եւ այլն ավելի հաջող է ստացվում քան Կիրակի օրը համաձայն եք ինձ հետ համաձայն եք տեսեք բոլորը դուրս եկան եւ բոլորը շատ գոհացան շփումից եւ կոնտակտից որ ունեն իրար հետ Փառք Աստծուն Տերը օրհնի եկեք եւս մեկ անգամ ծափարենք Աստծուն այս հրաշալի պրոյեկտի համար Սա 2025 թվականի ամենակարևոր 25 թվականի ամենակարևոր ուրեմն տեսիլքներ, որ մենք Աստծով իրականացրեցինք, մենք ունենք մի քանի տնային խմբակներ եւ 2026-ին պատրաստվում ենք նորերը բացել, այնպես որ Փառք Հիսուսին։